Ոչ մի ձևի ողջունելի չէ։ Փաշինյանը րոպեներ առաջ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ նա հանրացեմենտը պետականացվելու է հեծի օրինակով, ժամանակավոր կառավարիչ է նշանակվելու եւ այն աշխատակիցները, ովքեր պատվերով ակցիա են իրականացնում, իրենք ազատվելու են աշխատանքից։ Ինչ կարծեք, ինչին Ոչ մեկ ստեղ պատվերով ակցիա, մենք մտածում ենք մեր համար, մեր ընտանիքի համար, մեր աշխատավարձ ստանանք, մեր վարկերը փակենք, մեր ընտանիքը պահենք։ Իսկ քաղաքականությունը մեր հետ ինչ գործ ունի։ Մեր գործը չի քաղաքականությունը։ Էլի ես այն ժամանակել ասեմ, մեր գործը մեր գործարանն աշխատելը։ Ինչ ոչ մեկն է մեզ ոչ կանչելա բերել ասեք, ոչը մենք որից է մեկին են կանչել։ Մենք մեր ցանկությամբ Ուզեն գանք, ուզեն չեն գա։ Իրանք աշխատավարձ են պաշտպանում, իրանք աշխատանքն են պաշտպանում։ Եկեք դուք խոսացեք, քնարիք, եկեք, նա իրանք հարցրեք։ Ինչ կարծեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, այո, սպառնում եմ, ովքեր որ գնացել են պատվերով ակցիա իրականացնելու։ Մենք դրանից տեղեկացված չենք, մենք մեր աշխատանքի, մենք ակցիա չենք կատարում, մենք այդպես մեր աշխատելն է։ Մենք աշխատենք, աշխատավարձ ստանանք, մեր միայն այդ ենք։ Նիկոլ Փաշինյանը ասում է նաև, որ պետականացնելուց հետո աշխատողներին կազատագրենք։ Հիմա դուք գոհ եք պայմաններից։ Ազատագրել հիմա ինչ է, մենք ինչ ենք անում, մենք աշխատում ենք, ազատագրելը որն է։ Մեզի մեր աշխատանքն է հետաքրքիր։ Նույնիսկ պետականացնելուց հետո եք պատրաստվում։ Դե եթե ես աշխատող եմ, ինձ համար աշխատանքն է կարևոր, որ ես աշխատեմ, իմ պետականացնելը որն է։ Մենք քաղաքական ոչ մի բան մեզ չեն խառնում, մենք ընդհանրապես մեր Բայց արդյոք քաղաքականության հետևանք չի, որ այսօր այս պահին դուք գործազուրկ եք, կոնկրետ այս պահին։ Դե ես չգիտեմ, երևի չէ։ Մենք քաղաքականից ձեզ բավարարեց, որ ես այսօր եկել եմ իմ աշխատանքն եմ պահանջում։ Որ ես աշխատեմ, տանեմ, ընտանիք պահեմ։ Ես քաղաքականության հետ գործ չունեմ, ոչ մի բան։ Հա, գործ չունենք, այսօր մենք մեր աշխատանքն ենք ուզում, 45 տարի աշխատել եմ, ես այսօր իմ աշխատանքն եմ ուզում ու շատ գոհ ու շնորհակալ եմ, որ աշխատել եմ ստեղ ու վերջ, էլ բան չունեմ ասելու։ Իսկ այս գոհացած տնօրենի պարզաբանումը, որ նշեցիք քրության մատուցանի աշխատանքը վերականգնվելու է հերթափոխով։ Այո, շատ ուրախ ենք, որ հիմա մենք պետք է աշխատենք։ Իսկ ներողություն, եթե օրինակ ձեզ չի մտահոգում, եթե հնարավոր էր այս կերպանել գործանի աշխատանքը ընդհանրապես չկասեցնել, ինչու այդպես չէին արել 4 օր շարունակ դուք մնացիք անաշխատանք, գործարանը կրեցվել ասներ։ Մենք ոչ մի բան չգիտեինք։ Մեզ չթողեցին ներս մտնենք։ Բանվորները մնացել են դուրսը։ Մենք ոչ մի բանից տեղյակ չենք։ Բանվորների կեսը մտան ներս, կեսը մնացին դուրսը։ Ու տենց էլ կանգնա, բա հո չէին կարող բանվորի աշխատել, եթե դուրսն էին մնացել։ Եթե փակելա չի թողում ներս մտնեն։ Սմենը Ինչ անեն։ Դրա համար գործարանը կանգնեց։ Ապրեք շատ։